Ուրեմն նայեք, շատ հենց պաթոսով ասում եմ, որ մենք ունենք տեղեկություններ կամ հաստատում ենք, որ բանը Գարեգին երկրորդի եղբայրը բանի KGB-ի բանը։ Ուրեմն նայեք, այստեղ շատ կարևոր մոմենտ է։ Դա նախ KGB վաղուց չկա ու հավանաբար նա նկատի ուներ սովետական KGB-ն։ Այստեղ մի քանի կարևոր հանգամանք կա։ Առաջի հերթին սովետական KGB-ին այսօրվա FSB-ն ոչ ամբողջությամբ ժառանգել KGB-ի այսպես ռեսուրսակազմը, դա առաջին, որտեվ անցել են երկար տարիներ, այդ մարդիկ արդեն ոնց որ աբոյմայից դուրս են ընկել եւ դա իրենց հետաքրքիր չի, իրենք իրենց նոր կադրերն են ձևավորում։ Սա մեկ։ Երկրորդը, քանի որ մենք համարյա պլյուս-մինուս հասակակից ենք Գարեգին երկրորդի եղբոր հետ, հա, ու քանի որ ես բարձրագույն կրթությունը սկսել եմ ստանել սովետական ժամանակ եւ բաnem, ուրեմն սովետական համակարգը հետեւյալն էր։ Բոլոր պերսպեկտիվնի ուսանողներին, այսինքն որոնք ընդունվելուց բարձր բալեր են ստացել, բոլոր նրանք, ով որ ռազմական կրթություն են ստանում, ով որ ստանում է հոգևորական կրթություն, բոլորին անխտիր առաջի կուրսում ստիպում էին ստորագրել համապատասխան փաստաթուղթ о сотрудничестве։ Իրանք կարող է քեզ կյանքում չդիմեն։ Դու ապրես քո կյանքը, անես կարիերա, չանես կարիերա, գործից դուրս գաս գնաս, չգիտեմ, գործանում բանվոր աշխատես, կարող է դառնաս, ես չգիտեմ, միդի աշխատակից, ինչ որ մի պահի դա կարող է պետք գա, կարող է պետք չգա։ Այսինքն ասել, որ բոլորը ով նման թուղթ ունի ստորագրած KGB-ի ագենտներ են, դա առնվազն նիպրոֆեսիոնալիզմ։ Այսինքն տգետ է նաև էս ԱԱՑ-ի ներկայացնելը, տգետ եւ չի տիրապետում, տգետ է, որովհետեւ էլի սովորական էսի որտեղից բերած այդ հարցի խորությունը պետք է նաև ոչ թե այդ մարդու կողմից ինչ որ փաստաթղթեր կան ստորագրած թե չկան, այլ ինչ ռազմաբոդկեքի մեջ է ինքը եղել։ Ու վստահաբար նա ռազմաբոդկեքի մեջ չի եղել, որովհետեւ այն պաշտոնը, որը ինքը հիմա զբաղեցնում է, դա տեղի է ունեցել սովետի փլուզումից հետո։ Հիմա տես Արմինե, սովետական միություն, ազգային KGB գոյություն ուներ, բոլորիս համար նույնն էր, ճիշտ է։ Հիմա Արարատ Միրզոյանին Բան չի վերջերս կեր, մեր Կարարատ Միրզոյանն ասեց, այո, ես ԱԱՑ-ի հետ համագործակցել եմ։ Ըստ Արմինեի բացատրելու նույն բանն է։ Ճիշտ է, այն ժամանակ եղել է KGB, որտեղ որոշակի բոլորին կհամագործակցել հետո հազարություն կլներ թե չէ, բայց ստորագրել են։ Ուզում ես կարիերա, ուզում ես, բան, հետո մենք ես կվեկալենք մեր մոտ աշխատելու, դու կտեղավորվես այնտեղ, որտեղ որ մենք ենք ասում։ Ու շատ էր ստորագրել։ Արարատ Միրզոյանն էլ չէ, ինքը հրապարակային դե վերկաց ասա։ Չէ, վերկաց ասա։ Այս էր ցավը դանեմ Արարատ Միրզոյանից ինչ բան։ Չէ, Արմինե, հիմա տես իրանք ո՞նց են էս օգտագործելու։ Հիմա իրանք տգետ մասային։ Հիմա դու ասենք խելքը գլխին նորմալ բացատրում ես, չէ՞։ Տգետ մասը, KGB, KGB, դեբիլներ են, նստած դեբիլներ։ Բայց մարդը իրա բերանով ասում է, ես ԱԱՑ-ին ծառայել եմ, բայց դրանից առաջ էլ թուղթ կար, որ այս մարդը եղել է Թուրքիայի գործակալ։ Հիշում եք Մինասյանը հրապարակեց, ասեց, հետո ԱԱՑ-ն իրան դարձել է կրկնակի գործակալ։ Բան չի սրանով չես զբաղվում։ Կացեի պետ ես, եսի մով ես, որտեղից է կտե բերել ես սրանց, իմ իջայլեց վտանգավոր են, ասում են սրանց մասին ես, զույգի մասին ես մեկը խոսում է, ասենք նրա մասին, դատախազի կամ նրա, օրը ցերեկով կաղա դնեն ու եսի ինչ անեն, էլի եսա, բանդայա։ Մարդկանց անձնական կյանքը առհասարակ չի Ինչ անձնական կյանքի մասին եմ խոսում, ես խոսում եմ, որ ես մարդկանց մասին խոսել օրինապաշտության հետ, պրոֆեսիոնալիզմի հետ, լուրջ խնդիրներ ունեն, դա ակնհայտ փաստ է, որովհետև ես անգամ կարող եմ թվել այն ֆակուլտետները ամբողջ սովետական միությունով, որտեղ յուրաքանչյուր ուսանողին նման առաջարկով մոտեցել են, ինձ էլ են մոտեցել, ես հրաժարվել եմ ինչու, ոչ թե որտեղ ես KGB չեմ սիրում, որտեղ առհասարակ
ինձ այն կարիերան, այն հեռանկարները, որ Հետաքրքիր առաջարկում են, հետաքրքիր չի եղել։ Ես շատ լավ գիտեի, որ այս ամեն ինչ իմ կյանքում ժամանակավոր է, ես գնալու եմ իմ ճանապարհով։ Բայց իրենք իրենցը ստանում են, չէ՞ Արմինե։ Իսկ այն ով որ համաձայնվել է, ասենք դառել է Հայաստանի Հանրապետություն արտաքին գործերին նախարար չունենալով ոչ գիտելիք, ոչ կրթություն, ոչ փորձ։ Բայց հիմա իրանք խնդիր են, չէ՞ լուծում։ Նույն այսօրվա իշխանությունը ԱԱՑ-ի պետով դատախազով խնդիր են լուծում։ Այս թուղթը ստացել են, հանել են, հանրայինով, այն հանրային բաներով, ինչա մեր հարկերի հաշվին սնվող ամբողջ բանով մեկ 10 օր շարունակ KGB, թշնամի, դեբիլները լսում են, թշնամի։ Զախարովը կտածվեց քթներին, ճիշտ է, ադրբեջանցիները բանարեցին, նեղվեցին, հա, բայց այնուամենայնիվ հասկանում եք KGB եւ FSB դա նույնը չի։ Հələ լավա չեք հիշել բանը, ասենք ցարական բանը այդ Արա ոնց էր դրանց տայնի պալիցիան։ Հասկանում եք ժամանակը անցել է, պրիորիտետները փոխվել են, ագենտուրա ստեղծելու սկզբունքներն են փոխվել։ Եվ հետևաբար այն ինչ որ KGB-ի գրիֆի տակը նախ դա KGB, ոչ թե ռուսական KGB-ն էր, այ հայկական KGB-ն էր։ Իմիջիայլոց արմե դու գուցե ավելի լավ կիմանաս։ Այսինքն անգամ եթե ընդունենք, որ FSB-ն ժառանգել է սովետական KGB-ի ռեսուրսը մարդկային, հա, նույն ձևի ԱԱՑ-ն ժառանգել է Հայաստանի KGB-ի ռեսուրսները։ Այսինքն այդ մարդիկ մեկա էլի անգամ եթե ծառայել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն է։ Ինչի մասին Արարատ Միրզոյանը հրապարակային բարձր բանով ասեց։ Հիմա տես, այդ ինֆորմացիան քո կարծիքով իրենք նախ իրավունք ունեին հանրայնացնելու թե չէ, եւ երկրորդ, եթե սպասի։ Դե հիմա այդ եմ ասում, եթե դու դա հանրայնացրել ես, այդ ԱԱՑ-ի պետա, չգիտեմ ինչա։ Հիմա ես որպես քաղաքացի իրավունք ունեմ այդ ինֆորմացիան parzելու, հստակեցնելու, չէ՞։ Մամուլում բազմիցս գրվել է, որ Նիկոլն էլ էր գործակալ։ Ճիշտ է։ Մի հատ հենց դրա մասին խոսի, որ Արարատ Միրզոյանը ավելին, Ռուբինյանը ավելին թուրքերի գործակալ են։ Հիմա մի դրա մասին խոսի, տեսնեք, այս մեր թշնամի երկրի, որ կանգնեց ասեց Էրդողան, ասեց՝ «Տո ես եմ արել, Արցախը ես եմ գրավել, կործանել է, ցեղասպանել է, հիմա էլ ասեց թրի վրա մի հատ մստիկատորի գալիս եմ ձեր հարցերը»։ Հիմա ես ընկալում եմ թշնամի, կարող է ինչ որ անասուններ Թուրքիային բարեկամ են ընկալում, բայց երեք չի առաջորդն է հայտարարել։ Հիմա հարց, ես իրավունք ունեմ իմանալու այդ երկուսը իմ թշնամի երկրի գործակալ են, թե գործակալ չեն, որի ձեռքը արտգործ նախարարությունն է, մեկն էլ ազգային ժողովի։ Իրավունք ունես, հնարավորություն չունես։ Չէ, բայց ես գոնե իրավունք ունեմ բարձրաձայնել, մի հատ ասա տեսնենք։ Պարզաբանի, բա դու կանգնում ասում ես KGB-ի։ Չէ, մենք խոսում ենք իրավունքից, մենք ամեն ինչի իրավունք ունենք։ Մենք իրավունք ունենք ցանկացած հարցադրումների։ Ցանկացած անգամ մարդու անձնական կյանքից։ Դա քո իրավունքն է հետաքրքրվել։ Բայց խնդրեմն իրանում է, դու քո հարցի պատասխանը կստանաս թե չես ստանա։ Չես ստանա, որովհետև դա այն մարդու իրավունքն է իր սեփական գաղտնիքները պահելու, թե չես ստանա, որովհետև այս պահին դու չունես անհրաժեշտ ռեսուրսներ եւ գործիքներ այդ տեղեկատվությունը ստանալու։ Օրինակ բերեմ լրիվ այս ամեն ինչից հեռու ժամանակին, երբ որ Այն ոչ բարով խերով Արտուր Սակունցը բանը երրորդ բանակային կորպուսի վրա հա տենց բաներ անում, ցեխեր թափում, վարկաբեկում էր բաներ անում, տիպը ինքը զինվորների եւ բանակի պաշտպանը հանդիսանում։ Իրա մի արդեն չեմ շում հարցազրույց էր թե հոդված էր, պամում հարցազրույց էր։ Ասում է, որ ես որպես հանրային այսպես հսկիչ ուզում եմ իմանամ բանակը ինչքան հաց է առնում, ինչքան ես իմ ինչ է առնում։ Սակունցը իրավունք ունի այդ հարցը տալու։ Բայց նա այդ պատասխանը իրավունք չունի ստանալու։ Քանի որ դա ռազմական գաղտնիք է, որովհետև եթե դու ցույց ես տալիս սպառվող հացի ծավալը դու արդեն իմանում ես, շատ պարզ մաթեմատիկական հաշվարկներով թշնամին իմանում է քո բանակում
Ինչքան մարդ կա։ Ես հասկանում եմ, որ Հիմա դրա համար այս ԱԱԾ-պետը, որ վեր կացավ դա մասին ասես, չնայած դու շատ լավ բացատրեցիր, որ դա ծիծաղելի է այդ ամեն ինչը դրանում մեղադրել, ու այս դեբիլներին էլ բան մոլորեսնել այդ թեմայով, Ես ուզում եմ պրոստը իմանամ, ես ինչի հարցրեցի իր տարիքը, որովհետև եթե ինք ասենք 80-ականների ծնունդ է, իրան այդ բախտը չի վիճակվել, ինքը չի ընկել այդ բան մեջ, որտեղ երբ որ սովետը փլուզվեց, նա դեռ դպրոցական էր։ Իսկ մարդիկ ով որ ուսանողներ են եղել այդ ժամանակահատվածում, ինձ շատ լավ կհասկանան ու բան կհաստատեն իմ խոսքը։ Պարտադիր չի ամեն ինչի իսկությունը իմանալ համար այդ հասակակից է։ Հիմա թող ուղեղը կամ մասնագիտությունը ինչի համար է, որ դու տիրապետ ես, այսինքն պետք է պարտադիր դրա միջով անցնի։ Հələ որտեղ է նստած մարդը։ Մինչև այդ ես խոսում էի պրոֆեսիոնալիզմի դա այդտեղից խոսի, դա ասա։ Ես մինչև այդ խոսում էի կադրային քաղաքականության։ Քանի որ քո ժամանակը սահմանափակ է, ես էլի հարցեր ունեմ, հա։ Այս նախնական զրույցում խոսեցինք, ասեցի ինքը երբ այդպես չի։ Այսօր սենց անում։ Ինչի անում, ինչա, ասենք, այդ ձևի է։ Ինքը այդ ձևի է։ Այդ Փաշինյանը մենակ ուտելուց հա անկեղծ։ Ասենք իրան 50 տարում չեն սովորացել որ ուտելուց գլուխը չեն մտցնում սենց ուտում որ կեղտոտ ավտոբուսի մեջ բան չեն դե չգիտեմ հիմա քիչ տարում եկա տեսել ես ինքը որ ախորից է դե գնաց գնում է բան ինչ որ մի բան չկա թե դա է պատճառը որ ուղղակի ինքը այդպեսին է այդ մարդը Աբուչայի մեջ չի ինքը նույն սխալը ամեն անգամ կրկնում է ներողություն է խնդրում հետո երկու քայլ հետո նորից կրկնում է մարդը Աբուչայի մեջ